Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Ars Podcast ստուդիայում այսօր մենք եւս մեկ անգամ հյուրընկալել ենք մեր կողմից շատ սիրված, գնահատված եւ ասենց ասած հաճելի մի հյուր Աննա Մկրտչյանին, ազգային ժողովի падգամավոր, պատիվ ունեմ խմբակցության։ Ողջույն Արսեն ջան, փոխադարձ մեծ սիրով այս զրույցի սպասումով եկել եմ։ Այսօր այնքան եմ ուզում ես իմ հարցերս միջև էջ կանամ տամ, Աննա ջան, դուք էլ միջև էջ պատասխանեք։ Որ անգամը տենց չի եղել։ Լավ, տեսեք, տեղի ունեցավ նախ առաջին ասեմ, որ մեր վերջի հանդիպումից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ մեր հայաստանյան իրականությունում ոնց որ թե ժամանակը մի 10 անգամ առաջ է տված, որ շատ արագ է տեղի ունենում ամեն ինչ։ Նախ առաջինը կարճ հակեշ կասեք ինչ է տեղի ունեցել մեր ըստ ձեր խմբակցության, ձեր ՀԿ-ի ինչ է տեղի ունեցել մեր վերջի հանդիպումից հետո, ես կարող եմ հիշեցնեմ, երբ է եղել, դա եկեղեցին առաջին արշավներից հետո շատ բան տեղի ունեցավ, երկրորդը կուզենամ լավ արեք առաջինի պատասխանեք երկրորդին հետո։ Ես էլ այստեղ գալու ճանապարհին մտածում էի ինչ ենք նախորդ անգամ խոսել ու հիշեցի շատ դրվագներ, որ այն ժամանակ միայն խոսքերի վրա էին ու այսօր անկեղծ եմ ասում բաց ճակատով էի գալիս, որտեվ ասում եմ ես Արսենին ասելու եմ, որ տեսակ մենք այն ինչ որ ասում ենք, դա նաև մեր վարքագծի մեջ է ու ոչ թե այդ պահին ես հարմար պատասխան եմ գտել ուղղակի ձեզ տալու։ Այդ մասով այո շատ པարզ զրույցի եմ պատրաստ եւ նորից մեկ անգամ եւս արդեն մեր քայլերի վերահաստատումով խոսելու թե ինչ պիտի անենք ու ինչ կետի ենք հասել։ Դե կետը մեղմ ասած լավը չի, մենք եթե մի քանի ամիս առաջ սրբազանների դեմ հարուցված շինծ ու գործերից էինք ապշած, հիմա պարզվեց, որ հերթը աշակերտներինն է, այսինքն Նիկոլը, երբ որ մենք միասին խոսում էինք նրա մասին, որ ինքը ատում է հայ ժողովրդին, ինքը դա արդեն սեգմենտներով էլ է ցույց տալիս։ Կապ չունի ինչ կարգավիճակ ունի Հայաստանի քաղաքացին, ինչ տարիք ունի Հայաստանի քաղաքացին, իր համար միևնույն է, ինքը որտեղ որ Հայաստանի քաղաքացու դիմադրությունը եւ հակազդեցությունը դեպի Իրան զգում է, այսինքն զգում է հնարավորություն այդ մարդու գիտակցության մեջ, ցանկություն այդ անձի գիտակցության մեջ ապրելու ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետությունում, տեսնում է, որ մենք ունենք հիշողություն, մենք ունենք ինքնություն, մենք ունենք հայոց պատմություն, ունենք Արարատ, ունենք Արցախ մեր մտքում, ինքը իհարկե միանգամից իր ողջ այդ ռեպրեսիվ ապարատը գործի է դնում։ Ունենք ավելացած քաղաքական բանտարկյալներ, ցավով եմ ասում, իրենց ոչնչով չենք կարողանում օգնել բացի հիշատակումներից։ Մենք ունենք մարդ, որ իրավական process-ի մեջ ներգրավելու, քաղաքական process-ի մեջ ներգրավելու ցանկություն է հայտնել Դավիթ Համբարձումյանը, եւ միայն դրա պատճառով, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացրել լինել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի թեկնածուն, ինքը այսօր ապօրինի ազատազրկված է։ Ունենք մարդկանց հանրային գործիչների Նարեկին Սամսոնյան, Վազգենին Սաղաթելյան, մարդկանց, ովքեր երկրորդ անգամ են այլևս բանտախուց ուղարկվում է մի բանի համար, որ չեն կոտրվել, հասկանու՞եք, առաջի անգամ իրենց դատապարտման գործընթացը չստացվեց, բայց կալանքի պահեցին ամիսներով, հիմա ասում են ոնց, դուք դուրս եկաք չհասկացաք, որ Նիկոլից պիտի վախենաք, դե նորից հետ գնացեք։ Ունենք զույգ եղբայրների, ովքեր ինչ են արել, գնացել են Սուրբ եկեղեցու մեր տոնակատարություններից մեկին մասնակցելու։ Չարիքը որոշել էր, որ պիտի գար այդտեղ, կներեք ես բառիս համար, հարամ աներ այդտեղ հայ առաքելական եկեղեցում հավաքված մեր հավատացյալներին։ Ինքը շատ լավ գիտի, չէ, իր նկատմամբ վերաբերմունքը։ Ինքը դա դիտմամբ արել, չէ։ Այո։ Ես ամբողջությամբ համաձայն եմ։ Դա թյուրիմացություն չի եղել, դա ինչ ասեմ, չնախատեսված միջադեպ չի եղել։ Բա դու գալիս ես եկեղեցին լեփլեցուն այդ քո ախրանիկներով, որոնք ամեն ինչի պատրաստ են, այդ ինչ է իրել է անում եկեղեցում, բռնություն գործադրելով, մարդկանց հրելով, անցնում ես դեպի ուր, այդ խորանում դու ինչ ունես անել, ոչ մի բան։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գա եկեղեցի ու մտնի, ես չգիտեմ որ պայնի կապ աշխարհի կամ չի ապաշխարի։ Կասկածում եմ, բայց դա իր ու Աստծո հարաբերություններն է։ Ինքը իր նիկոլականների հետ, այո, իր նիկոլականների հետ այդ միջադեպ անգամ գնահատելա որպես քաղաքական միջոցառում։ Ինքը չի ասում ես գնում եմ եկեղեցի, իմ նկատմամբ ինչ որ մեկ ինչ որ բան էր, ասում ես քաղաքական միջոցառման է այդտեղ։ Այ դա էլ հիմնավորվում է, դա իրանց քննչական կոմիտեի դրած հոդվածների վերաբերյալ է, այն 3 անձին, ում որ մեղադրանք է առաջադրվել կեղծ եւ շինծու, առաջադրվել է հետեւյալ կերպ, որ իրանք խոչընդոտել են, փորձել են խոչընդոտել, կազմակերպել են, չգիտեմ, օժանդակել են քաղաքական միջոցառման անցկացմանը։
Հասկանում եք։ Լավ, ոնց անենք, որ մենք այդ պրովոկացիաների չենտարկվենք, այսինքն այդ հարվածի փորձը ձեռքով, որովհետեւ նման միջադեպներ չլինի, մենք իրան առիթ չտանք ինչ որ Հարվածի միջևով։ փորձ չի եղել, եկեք մենք այդ Ինչ կեղծ ա եղել։ քննչական կոմիտեի Ինչ ա եղել, ես ուզում եմ հասկանալ։ այդ իրանց բառապաշարը անգամ եկեք չօգտագործենք, որովհետև իրանք իրականությունը ոնց կեղծել են մեր պետության, արտաքին քաղաքականության հետ կապված, նույնը հիմա անում են Ինչ այս էր, մասնավոր Աննա ջան, միջադեպով։ ասեք ձեր- Ախրանիկները հարվածում էին բոլոր քաղաքացիներին, որովհետև քաղաքացիները իրենց արդարացի վրդովմունքն էին հայտնում, քաղաքացիները ինքնապաշտպանվում էին ախրանիկներից եւ իրանց տեսախցիկներից մեկը ֆիքսել է այդ պաշտպանվելու Պաշտպանվելու պահը, պահը։ ընդ որում Խփելու պահն էլ կա, ընդ չէ՞, որում բայց- ուղված թիկնապահներին։ Ես խփելու բանել եմ, Իհարկե, տեսի բայց ախրանիկի։ հա, բայց այդ ախրանիկը ոնց որ նույն ձևի Նիկոլի մոտ կողքերը ֆրֆռում է, էլի որոշ մարդկանց Հայաստանի քաղաքացիներին խոշտանգելու պատրաստակամությամբ։ Շատ լավ։ Մյուս հարցս տալուց առաջ, նախ առաջինը մենք չմոռացանք, որ կատողիկոսի վրա քրեական կորց հարուցվեց եւ թույլ չտրվեց Եվ մասնակցելու։ Գերագույն հոգևոր խորհրդի մյուս անդամների Այո։ նկատմամբ։ Այո, իր հետ ամեն ինչ պարզ է, ոչ քաղաքական գործիչա, որ քննադատենք, ոչ երբևէ այս պետությանը պետքական ա եղել, որ հիմա իր սխալները քննարկենք։ Բացարձակ իր կյանքը ունի վաշխառությունից, զանգվածային անկարգություններ կազմակերպելուց, մինչև պետական դավաճանություն։ Սա է փուլերը իր Այսինքն, կյանքի։ Աննա ջան, ես չեմ անդրադառնում։ Ես անդրադառնում եմ այն դաշտին, որը ուզում է փոխի իրեն։ Ես չեմ ուզում, որ պատահական ասենց չագերտավոր պատահական մարդիկ նորից հայտնվեն մեր իշխանություններում, որոնք նորից այս ժողովրդին կփորձեն պայել ոչ այդքան adekvat լավ վիճակում, ասենց ասած։ Մալադես մարդուն ինքը տեսավ իրականում, որ ինքը կարող է այս բանով ինչ որ մի ձև պարակման, ավելի շատ պարակման հետևանք լինի ընդդիմության եւ ամբիցիաները կողքի դնելով, դե նախագահ է, ինքը վերջի մարդը չէ, այս պետությանը քիչ բան չունի Եվ կուսակցության նախագահ է, որը ունի Հա, ամենաշատ ներքին Հա, կառուցվածքային Պետք համակարգը։ կարողանա ձեզ էլ մի հատ համոզի, թե ինչու դենց ինքը, ասենց չեմ ասում, լավերն ու վադը բանանիկ է, մարդը ունի համ վադն արած, համ լավն արած այս պետության համար։ Հիմա ուզում եմ դուք ներսից ասեք, ինչ դրույքների ինքը առաջ բերեց, ինչու դա առաջ բերեց եւ ինչու դուք հրաժարվեցիք մասնակցելու ազգային ժողովի Նախ ընտրություններին։ երրորդ նախագահը Արցախի հերոս Սերժ Սարգսյանը այս պետության համար, երկու հայկական պետությունների համար այնքան բան է արել, այնպես է ծառայել, անձնուրաց ծառայել, որ այո ինչ որտեղ բացասական վերաբերմունք ա վերցրել անձամբ իր նկատմամբ, որովհետև այն բոլոր քայլերը եւ գիտեք մենք հիմա Նիկոլը մեզնից դժողքի մեջ ադրել մենք երևի մոռացել ենք, բայց ընդամենը 9 տարի առաջ էր, 8-9 տարի առաջ մենք 42000 քառակուսի կիլոմետր հայրենիքում էինք ապրում եւ այո դա բոլորիս մեր ժողովրդի շնորհիվ է, մեր ժողովրդի կրած տանջանքների շնորհիվ է, բայց ունեինք գերագույն գլխավոր հրամանատար իդեմս Սերժ Սարգսյանի, ով այդ ժողովրդի տանջանքը սրա նման ջուրը չէր գցում, ով այդ ժողովրդի տանջանքը հասկանալով պահում էր այդ պետությունը եւ պահում էր ինքնիշխան, անկախ ու անվտանգ պետություն։ Մենք էլ հպարտ ու արժանապատիվ քայլում էինք առաջ դեպի զարգացում։ Հիմա մտածում ենք, այս ոնց այս դժողքից ուղակի դուրս գանք, արդեն լավ կլինի։ Դուք կհիշեք, ես ձեր ելույթից հետո եւ մեր նախորդ հանդիպման ժամանակ ձեզ ասացի, որ Սերժ Սարգսյանի միակ ամբիցիան այսօր այս չարիքին, կապիտուլյանտին, իշխանազավթին հեռացնելն է։ Ես ձեր աչքերում էլ էի մի քիչ կասկածամտություն էի նկատում, երևի թե նորմալ հիմա արդեն հետահայաց կարող եմ ասել, որտեվ դուք մտածում եք, դե հիմա քաղաքական կուսակցության գործադիր մարմնի անդամը եկել նստել է, իհարկե, բա ինչ պիտի ասի, որ իրենք ամեն ինչ անում են, բայց այ վարքագծով կտեսնենք եւ այլն։ Ես կարող եմ հիմա 2018 թվականից գալ դեպի 2026, շատ կարճ դա կանեմ։ 18-ին էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի մասին էր ու Հայաստանի համար էր ու Արցախի համար էր։ 2021 թվականի մասնակցության փորձը, կոնսոլիդացիայի փորձը, ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ ոչ մի տեղ հնարավորություն չտանք Նիկոլին վերարտադրվելու, մնալու, ընտրությունները կեղծելու, էլի դրա մասին էր։ Ու հիմա 2026 թվականի կայացրած որոշումը էլի դրա մասին է։ Դուք շատ ճիշտ ասացիք, ինքը նաև իր ելույթում 1 ժամից ավել է տևել համագումարի նախագահի ելույթը հաշվետու, խոսեց նրա մասին, որ եթե սա պիտի լրացուցիչ պառակտում լինի ընտրությունների մասնակցելը հանրապետականի, ուրեմն մենք դրան չենք գնալու։ Եթե ինչ-որ մարդիկ էլի պիտի փորձեն, շատ լավ մենք հասկանում ենք, որ դա կեղծ թեզ է, այդ նախկին ներկան սև ու սպիտակը, որ մեզ բաժանման են տարել, դիտմամբ են արել, բաժանել են, որ տիրեն, թուլացրել են, բայց միևնույն է, եթե դրա շահարկման գոնե 1% հնարավորությունը կա, մենք փակում ենք այդ շահարկման դուռը։
Այո, մենք քաղաքական կուսակցություն ենք, բազմաթիվ ստորաբաժանումներով։ 2018-ից ինչ հարվածներ ասես կրել ենք, բայց հազարավոր մեր համակիրներով Նաև ինքնամաքրվել եք։ իհարկե, ու հարյուրավոր մեր պատվիրակներով համագումար ենք անցկացրել։ Ասել, որ այդ հնարավորությունը չունենք մասնակցելու ու մի քանի մանդատ պոկելու, Արսեն ջան, կարծում եմ դուք էլ կհավաստեք, որ մի քանի մանդատ կունենանք, էլի, բայց դրա մասին է այս ամեն ինչը։ Ես կարծում եմ մենք հնարավորություն չունենք այլևս փորձերի եւ փորձարկումների։ Ես նաեւ այս լայն հարթակից ձեր տված հնարավորությունից ուզում եմ օգտվել, ասել բոլորին, որ չարժի այդ մանդատը կամ այդ կարգավիճակը այն գինը, որ պիտի Հայաստանը վճարի։ Որովհետև Նիկոլի մնալով, եթե հունիսի 7-ին Նիկոլը շարունակում է մնալ, ուրեմն մենք որևէ մեկս այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պարտականությունների ծավալի մասին ընդհանրապես կարող ենք ձևական իմաստով անգամ մոռանալ, որովհետև թուրքն ու ադրբեջանցին ստեղ ավելի շատ իրավունքներ ունեն եւ այդ իրավունքները Նիկոլի միջոցով բանեցնում են մեր վրա, քան մենք կարող ենք մեզ պատկերացնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ու դա ավելի առաջ գնալու, որովհետև եթե վերջին 4 տարիները Արցախի նշաձողի իջեցնելու մասին էր, հա ինքը անդադար Արցախի նշաձողներ իջեցնում, իբր Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չէր սպառնում, այն ժեշտի կտորը, որ կպցրել է ասում է Հայաստան, չէ, ինչ ասում 29700, հələ չգիտի ինչքան այդ թիվը կանգնելու, 800-ից եկել է 700, հեսա կամացի տիքչացնի, էլի։ Դա այն խարանն է, որը ինքն իր վրա կրելու է։ Ու մենք պետք է հասկանանք, չէ, մենք այս ամեն ինչի մասնակից չենք ուզում լինենք։ Մենք վերականգնված պետություն ենք ուզում։ Հանրապետականի համագումարը դրա մասին էր։ Հանրապետականի գործադիր մարմնի հայտարարությունը, որոշումը համագումարի նախորդած չմասնակցելու վերաբերյալ էլի դրա մասին էր։ Ասում են մենք ժողովուրդ ունենք քաղաքական գործիչների մեծ բազա, մարդիկ ովքեր եւ փորձառու են, մարդիկ ովքեր նոր են անդամակցել, նայած դուք ինչ ճաշակի եւ ինչ նախասիրության ուզում եք, քաղաքական գործիչներ կարծում վստահ եք, որ կարելի է գտնել Հանրապետականում, բայց ասում ենք, որ հիմա դրա մասին չի, մենք չենք խաբում մեր հասարակությանը, մենք չենք խաբելու, որ հունիսի 7-ը քաղաքական ընտրություն է եւ մենք չենք էլ խաբել։ Այլ բան է, որ այս 5 տարին ուղղակի չենք հաջողել այդ ազգային ժողովում, ընդ որում մեր բանաձևում համագումարի դրա մասին կոնկրետ շեշտած է։ Մենք շեշտել ենք, որ ազգային ժողովում չենք հաջողել։ Ու այդ չհաջողելը չի նշանակում դուռը փակել պայքարի, ոչ, դա ուղղակի այն անհրաժեշտ արձանագրումն է, որը պիտի անել առաջ գնալու համար։ Թե չէ, հա Նիկոլը սենց մնալու է, վախեցնելով, խաբելով, այս իրա զավթած աթոռի վրա։ Գիտեք ինչն է հետաքրքիր Աննա ջան, որ ես անկախ մարդ լինելով այս դաշտում իմ համար հետևյալն եմ որտե գրել, որ մարդկանց բառերի հետևից գնում եմ, խոսածածների հետևից գնում եմ, ինչ նկատեցի ես այդ համագումարի ժամանակ նախագահի խոսքերի մեջ։ Սերժ Սարգսյանը իմ համար կա 18-ից առաջ, 18-ից հետո։ Ես թույլ տվեք, ես կարամ այդպես բաժանել։ Միգուցե ինքը չի փոխվել, ուղղակի խոսքն է փոխվել կամ ես եմ փոխվել, որ այդպես եմ ընկալում։ Բայց ես տեսել եմ, որ հետևություններ է արվել։ Լուրջ անալիզ է արվել։ Լուրջ հետևությունների հետևից է գնացել, որ այդ հայտարարությունը ինքը անում է, որ ես չեմ ուզում պարակտել։ Ինքը կարող է մտնել ու շատ է այսօրվա եղածների միջից կարող է առաջ էլ դաժե անցնել։ Ինքը մտներ, ասենք, ազգային ժողով, այն մյուսը, որը այսօր սենց է ֆռում, ինքը չմտներ։ Ես այդ լավ հասկանում եմ, բայց մարդը այդ լավ առաջ գնանք։ Այ ինքը իր հայտարարությունների մեջ մի երկու լավ սենց բան նամյոկներ արեց։ Եթե կարաք բացեք այդ խաղակարտերը, թե ում էլ դա վերաբերում։ Արցախի հանձնողները Արցախի հանձնողներ են ման գալիս, դա առաջինը։ Երկրորդը Նիկոլ բերողները, այսի ամենակարևորն է, Նիկոլ բերող են ման գալիս։ Նախագահան ինչի նկատի ուներ այս երկու Արցախ հանձնողները, դե պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին նկատի ունի, որ ինքն է հանձնել, բայց հիմա անգամ մանա գալիս, թե ում երեսից է հանձնվել։ Երկրորդը այս շատ հետաքրքիր է իմ համար, երևի ամենակարևոր հարցն է այսօրվա իմ հաղորդման։ Ումի նկատի ունի նախագահան, երբ որ ինքը ասում է Նիկոլ բերողներ են ման գալիս։ Նախ Արսեն ջան, եթե դուք քննադատությունից վախեցող լինեիք, ուրեմն պիտի Նիկոլին հիմա պաշտպանեիք, հետեւաբար դուք ես վստահ եմ, որ դուք քննադատությունից չեք վախենում ու նաև այդ անկեղծության համար էլ շնորհակալ եմ։ Նախագահի խոսքերը ես ինձ մեկնաբանելու իրավունք չեմ վերապահելու, բայց ես իմ կարծիքը ձեզ դրա մասին անկեղծ ասելու եմ։ Նախ Արցախը հանձնողների ու ծախողների մասին դուք ասցիք Նիկոլին նկատի ունի, ես կարծում եմ մի քիչ ավելի լայն իրականության մասին է խոսքը։ Այո, Նիկոլը այդ գործիքն է եղել դավաճանության եւ ովքեր են այն մարդիկ, այն տերերը, ովքեր իրեն սատարել են, բերել են իրեն եւ 2018-ը կազմակերպել են հենց դրա համար եւ ովքեր են եղել այստեղ այն մարդիկ, ովքեր շատ լավ իմացել են։ Այո,
Շատ լավ իմացել են, որ Նիկոլը այդ դագաղներով կենթանի մարդկանց դագաղների վրա պար գալով, որ չգիտեմ ինչերա կազմակերպում, դա քաղաքականություն չի, բայց աչք են փակել, ասում են, սա քաղաքականություն է, չէ՞։ Բոլորը 2015 Մասնակցել են իրանք քաղաքական կամաց նամյոքներով կամ էլի Բայց նամյոքներ չէ, մենք շատ անկեղծ խոսել ենք, հիմա էլ դրա մասին էլի կխոսենք 2018 թվականի քաղաքական կուսակցություններից մեն հանրապետականն էր ասում, որ այդտեղ քաղաքական process չկա։ Բոլորը ինչ էին արել, աչքերը բացի Նիկոլին առաջադրելուց, բացի Նիկոլի համար ստորագրելուց, իրանք ինչ էին ասում էին, աչքերը փակել էին, հանրապետականի դագաղները չէին տեսնում, այդ բռնաճնշումները, որ արդեն Նիկոլի կողմից կազմակերպված համակարգը մինչև արտահերտ ընտրությունները հանրապետականի նկատմամբ իրականացնում էր արդեն իր ընտրությունից հետո, դրանք ոչ մեկ չէին տեսնում։ Ամեն ինչ լավ էր, կառավարությունում էին իր հետ աշխատում, բիզնեսմենից վերածվում էին խոշոր գործարարի, հիշում եք, չէ՞, ասում են Հայաստանում օլիգարխ չկա, Հայաստանում խոշոր սեփականատերեր կան։ Այդ ամեն ինչը մենք հիշում ենք, բայց նույնիսկ այդ ամեն ինչի հետ մեկտեղ, այս 7 տարվա ընթացքում մենք ապացուցել ենք, որ եթե դուք նույնիսկ այդ պահին դիտավորության, անզգուշության մեզ հետաքրքիր չի, ձեր մեղքի ձևը ձեր խղճին թող մնա, բայց եթե դուք որոշել եք ինչ-որ մի պահից անկեղծությամբ արդեն, գիտակցությամբ պայքարել Նիկոլի դեմ, մենք ձեր կողքին կանգնած ենք։ Այս մարդիկ ինչ են ասել մեզ, երկրորդ սերիան ա եղել մեջքից հարվածի, ասել են Նիկոլին դուք եք բերել։ Քիչ է իրանք այս ամեն ինչի մեջ, նորից եմ ասում, մեղքի ձևը մի կողմ թողնելով, Նիկոլի հետ ինչ-որ մի փուլում ձեռքի բռնած են եղել, իհարկե կարող եմ խոսել։ Ես կարամ անուններ տամ, դուք ասեք այդ մարդիկ ձեր ասածի մեջ կան, դա չի։ Ես Արսեն ջան, մեր նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ շատ եմ խոսել անունների մասին ու կարծում եմ, չէ, ներողություն ես ասեմ, ու ընդհանրապես դեմ չեմ այդ անունները տալուն, բայց մի բան եմ ուզում ասել, ինչի եմ հիմա ուզում խնդրել, որ մենք դրանից ձեռնպահ մնանք, որովհետև նախագահ ասաց, չէ, որ մենք չենք պառակտելու։ Մենք ուզում ենք թույլ տալ։ Այսինքն այդ մարդիկ այսօր ընտրություններին մասնակցում են։ Մենք ուզում ենք թույլ տալ, այո, բա մարդիկ կան, որ իրենց ասում են ընդդիմություն, բայց հիմա որ իրենց հարցազրույցները նայում եք, ավելի շատ հանրապետականից են խոսում։ Բայց իրանք հրապարակում էին 2018 թվականին։ Հələ 2020-ին էլ կարծեմ Նիկոլը իրանց որոշներին էլ գործ էր տեղավորում աչուձախ։ Նիկոլ բերողները ման գալիս։ Շատ պարզ, որ մենք շատ լավ գիտենք, թե որտեղ ենք թերացել, ինչպես դուք ասեցիք, մեր իշխանության տարիներին 2018-ից առաջ, բայց հանկարծ ձեր մեղքերը մեր վրա չվարդեք։ Ում հետ ինչ պայմանավորվեցիք, որ արտաքին տերերից ինչ վերցրեցիք, այս երկրում կազմակերպելու այն, ինչ կազմակերպվեց 2018-ին Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի դեմ, շատ լավ իմանալով, որ դա անձի դեմ չի։ Երբ որ ասում էին մերժում ենք Հանրապետականին, մերժում ենք Սերժ Սարգսյանին, դրա մասին չէր, խոսքը Հայաստանի Հանրապետությունը թուլացնելու մասին էր։ Ու ես դες շատ կարևոր բան եմ էլի ուզում հիշեցնել։ Մենք այդ ժամանակ 18-ին ինչ էինք ասում հանրապետականներով։ Ասում էինք, այս ամեն ինչը կազմակերպված է պետությունը թուլացնելու համար, դրսից չեն կարողացել, 2016-ին ապրիլյանի ժամանակ փորձել են, չեն կարողացել, 2015-ին այդ սահմանադրական փոփոխությունները ուզում էին ամեն կերպ կանխել, կայունությունը երկրում խարխլել, չեն կարողացել, ոչ մի բան չեն հաջողել, հիմա ուզում էին ներքին կայունությունը արդեն բացարձակ ատելության գեներացմամբ հաջողել, ու իրենց դա ստացվեց, ինչի որովհետև մեզ թողեցին մենակ, որովհետև Սերժ Սարգսյանին մենակ թողողները այն մարդիկ, ովքեր շամպայն էին խմում, երբ որ Սերժ Սարգսյանի դագաղներ հրապարակում, հիմա ինչ որ ասում են իշխանությունը տվեց, իշխանությունը չպահեց, բայց դուք էիք ուրախանում։ Օրինակ ես չեմ ուրախացել, բայց ասում եմ ինչի տվեցիք։ Իմ ու ձեր տարբեր, չէ, դուք ինձ կարծում եք հարցի պատասխանը գոնե մեր նախորդ 3 զրույցների ընթացքում ստացել եք։ Ես չեմ կրկնվում երբեք։ Հիմա տեսեք։ Ես ուզում եմ, որպեսզի այս հարցը անպայման նույնպես հնչի, որովհետև շատ շատերի մոտ նման վերլուծություն կա։ Ես հասկանում եմ, որ դժվար թե դուք հենց բրյամո այդ հարցից պատասխանեք, բայց շատկի տամ։ Շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանը, կստացի, Արթուր Վանեցյանը նույն ճանապարհով գնաց, ինչպես է գնահատում իր արած քայլը։ Մեզնից անգամ ավելի շուտ է հայրենի կուսակցության խորհուրդը դրա մասին հայտարարություն տարածել, ես կարծում եմ այդ նույն տրամաբանության մեջ ինչ որ մեր որոշումներ, գիտեք, որովհետև չի կարող մարդը, որ ուզում է հայրենիք ունենալ, չունենա նմանություններ։ Մենք նախորդ մեր հաղորդման ժամանակ էինք խոսում, ինչքան բազմակարծիք լինենք մենք Արսեն ջան միմյանց կարծիքների նկատմամբ, միմյանց տեսակետների, քաղաքական նախասիրությունների, գալիս է մի կետ, որտեղ մենք միակարծիք ենք, չէ՞։
Ու դա ոչ թե Այն նմանության, ինչպետության այո, մասին է, ոչ թե դա այո, նմանության մասին մասին է խոսում, այլ միասնության մասին է խոսում։ Փաշինյանը այնպիսի կարգավիճակ չունի Հայաստանում, որ որևէ մեկին քաղաքական դաշտից հանի, որովհետև քաղաքական դաշտից հանում են հայ հասարակությունից, հայ հասարակության մտքից այդ մարդկանց չեն կարող հանել, չէ։ Իմ նկատմամբ ինչքան էլ որ քրեական գործեր են հարուցել, որքան փորձել են ճնշել մեր կուսակցության, իմ կուսակցական ընկերներին են կալանավորել, մենք հո դուրս չենք եկել հանրության մտքից։ Հա, մեզ հմեկից հանել են, մեզ բանտարկել են, ինչ ասես արել են այս 8 տարի։ Հետևաբար մտածել, որ սա է խնդիրը եւ թեման, իհարկե ոչ։ Մեր խնդիրը եւ թեման ու նախագահան դրա մասին շատ բաց է ասել։ Հենց համագումարի ընթացքում շատ ուղիղ ասեց, որ խնդիրը Նիկոլին հեռացնելն է։ Հետևաբար Նիկոլին 21-ին փորձել ենք մասնակցությամբ, ընդ որում ամենավերջինն ենք հայտարարել։ Մեր հետ հայրենիք կուսակցությունն է էլի վերջինը հայտարարել, որտեղ մեր դաշինքը վերջինն էր, որ ձևավորվեց։ Մենք այդ ժամանակ հələ օպերայի հրապարակում էինք, ցույց էինք անում, բայց շատ ընդդիմադիրներ վերցնում էին, ասում էին մենք գնալու ենք ընտրության եւ ընտրությունն է ճանապարհը, բայց մենք հասկանում էինք, չէ, որ Դավաճանի հետ չի կարելի գնալ ընտրության։ Մենք նորից նույն սխալները չենք անել։ Ով ուզում է թող նորից գնա սխալվի, եթե իր նպատակը Նիկոլին հեռացնելը չի եւ ձեր ասածին վերջում տարբերակ կա, որ Նիկոլին մենք ենք բերել կամ ով է բերել կամ չգիտեմ ով։ Աննա ջան, impeachment-ի թեման։ Ինքը նախ առաջին ուզում եմ իմանամ ձեր ազգային ժողով մինչև երբ է գործում, որ ամսեթիվով, այսինքն ընտրությունները վերջացավ, ձեր էլ է գործում է, չէ։ Այո, մենք դեռ ընտրությունից 1.5 ամիս հետո ունենալու ենք լիազորություններ։ Ես միշտ որ ասում եմ, այ նոր եմ հասկանում, թե impeachment-ի թեման ինչ է, այդքան արդիական։ Իրոք նոր եմ ընկալում, այդ դատաների մեջ չխորել, հիմա որ նայում եմ, երբ է ծրվում, ասենք օրինակ, եթե շատ բացահայտ ձևով կեղծվի, ես տեսնում եմ, որ հնարավոր է փողոցային պայքար լինի։ Հնարավոր է, որ մարդիկ շատ մեծ քանակությամբ դուրս գան անհամաձայն լինեն Նիկոլ Փաշինյանի այդ ձև վերարտադրվելուն, եւ այդ պահին առաջ գա impeachment-ի հարցը։ Եվ impeachment-ը լինի միակ ճանապարհը, որը առանց այրուն թափելու, առանց իրար ազգը բաժանելու իրար մեջ, այդ հարցը լուծվի։ Իր հանդեպ արել են անմարդկային բան, դագաղներ պարացնելով, մենք որևէ մեկի նկատմամբ նման բան չենք անում եւ առավել եւս Սերժ Սարգսյանը դա չի կարող պլանավորել։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես մի բան է ուզում եւ դա ինքը ասել է Հայաստանի մասով, որպեսզի ազատվենք այս իշխանազավթից ու որ մեր Բաքվի գերիները բոլորը վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Ինչ վերաբերում է impeachment-ի մասով, impeachment-ի վերաբերյալ ձեր լավատեսությունը իրականություն կդառնա Արսեն ջան այն ժամանակ, երբ որ Հայաստանի իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները, առաջնորդները, ընդդիմադիր դաշտը լցրած մարդիկ չկանգնեն եւ չորոշեն ասել, որ ժողովուրդը ընտրեց Նիկոլին։ Մենք 2021-ին տենց օրինակ ունեցանք։ Մենք գնացել էինք Սահմանադրական դատարան, մի ամբողջ փաստաթղթերի փաթեթով լինելով ընդդիմություն ընդ որում է, այս տակից ինչ են արել, ում են ավելացրել, հիշում եք պասպորտ տպելուց մինչև Վրաստանում քրեական գործեր, հələ չգիտենք, քանի 100,000 փաստաթուղթ է եկել Հայաստան, ում անունով է եկել, ովքեր են այդ անուններով գնալու քվեարկեն, բան չգիտենք։ Էդ էլ հələ մի կողմ։ Մենք որպես ընդդիմություն մեր բացահայտած խախտումները բավարար էին եւ այդ խախտումներին պատասխան չի տրվել ՍԴ-ում։ Ոչ կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից, ոչ էլ դատախազությանը, ասել են մեր Նիկոլն է անցնում ու վերջ։ Գնացեք ինչ ուզում եք արեք։ Հիմա բայց այդ ընդդիմության առաջնորդները կանգնեցին, ասեցին ժողովուրդն է ընտրել Նիկոլին։ Բայց մենք գիտենք, որ տենց չի 21 թվին։ Նախ սկսենք նրանից, որ այդ իրանց գրած թվի կեսն էլ նույնիսկ չի համապատասխանում իրականությանը, ու նույնիսկ եթե այդ 600,000-ն էլ համապատասխանում է իրականությանը, մի մեծ թիվ մեր հայրենակիցների անգամ չի ուզեցել գնա այդ 2021 թվականի ընտրություններին, հասկանում եք։ Չէ, մեղավորության հարցը չի, երբ որ մենք ասում ենք մեզ հրճակելով ընդդիմություն, առավել եւս ընդդիմության առաջնորդ, մենք ասում ենք, որ ժողովուրդը ընտրեց Նիկոլին։ Տպավորություն է ստեղծում, որ մենք արդարացնում ենք մեր մանդատը։ Ես խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի մասին, ով կանգնեց դա հայտարարեց։ Անուն տալու խնդիր էլ չկա այստեղ, հասկանում եք։ Կա մտավախություն, որ կարա հիմա էլ նույն հայտարարությունն արվի։ Չգիտեմ, դուք չունեք այդ մտավախությունը։ Ես եմ հարցնում։ Ես 2021-ի մաչկի տեսածն եմ ասում։ Ես 2021 թվականին դեռ օպերայի հրապարակում էի, որոշ ընդդիմադիրներ հարցազրույց էին տալիս, որ վերջ գնացինք ընտրությունների, թեման փակված է փողոցային պայքարի, շոկի մեջ ապշահարված չեմ հասկանում ինչա կատարվում։ Նույն կերպ չեմ հասկացել 2021-ի ընտրությունից հետո ոնց են կանգնել ասել, որ ժողովուրդը ընտրեց, որ մենք մանդատ ունենք
Էդ էլ չեմ հասկացել այս 4-5 տարիների ընթացքում մենք ունենալով մանդատ եւ ձախողվելով, ովքեր ունենք այնտեղ մանդատ, բոլորս ձախողվել ենք, որտեվ Նիկոլ այսօր իշխանության է, ասում ենք դե բայց որպես ընդդիմություն մենք այնտեղ ինչ որ գործ ենք արել։ Կարանք հետևություն անենք, որ դուք հասկացաք, որ ազգային ժողովով հնարավոր չի ընդդիմություն լինելով Նիկոլի ժամանակ գործողություններ անել, որ իրան հանեն։ Որովհետև Արսեն ջան, քաղաքական process չի։ Մենք չենք մասնակցում, որտեվ ուզում ենք, որ Նիկոլը գնա, եթե որոշ մարդիկ ասում են մենք ճանապարհը գիտենք, ձևը գիտենք, մեզ մի խանգարեք, մենք ասում ենք շատ լավ, ասեք ինչ անենք։ Մենք բոլոր փողոցային պայքարների ժամանակ էլ ենք տենց արել, Արսեն ջան։ Դուք մեզ առաջի շարքերում տեսել եք, չէ, բայց դուք էլ եք այնտեղ եղել, ես էլ եմ այնտեղ եղել։ Ասվել է գնում ենք փողոցային պայքարի այս ճանապարհով, գնացել ենք այդ ճանապարհով, առանց լրացուցիչ հարցերի, առանց ամբիցիա բաժանելու, կիսելու, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ այ հիմա նախարարի պորտֆել բաժանող ընդդիմությունը խնդրեմ ունի։ Ինքը կամ խափում է ինձ ու ձեզ, կամ ինքնախապեյությամբ զբաղվում։ Ես չգիտեմ որն է ավելի վատ։ Աննա ջան, նախագահան, երբ որ իրեն հարց տվեցին ում այն պաշտպանելու հանրապետականի հետևորդները, ովքեր որ գալու էին հանրապետականի տալ, ում կուղորտեք, նախագահան ասաց ընդդիմությունից ում ուզում են։ Այսինքն, բայց տեսեք, իմ մոտ sense հարց կա, էլի։ Միգուցե մի քիչ արդեն կոնկրետացման ժամանակն է, որովհետև օրասական է ու վտանգավոր է։ Պետությունը մենակ չեն կորցնում, մենք կարող ենք քոչվոր դառնանք, էլի նորից մի 1000 տարի։ Այս մեր հայրենիքից մեզի քշեն, ով հասցրեց փախավ։ Դե բայց Նիկոլես թեզն էլ առաջ է տանում, ասում դուք քոչվորել կաք, սա թուրքական օղ է։ Բայց դուք չեք տեսնում մեջը վտանգավոր մարդիկ, որ իրանք Նիկոլի խաղն են խաղում, այդ ընդդիմության մեջ ճագերտավոր ու հələ հայտնվելու են։ Տեսեք, մարդիկ լսելով, ասենք Սերժ Սարգսյանին հարգում են, իր խոսքը համարում են կշռադատված, հաշվարկած խոսք, մարդը չի հենց այնպես բառեր պաստողնում բերանից։ Ու ասում ընդդիմությունից ում ուզում ես, տեսնում եմ եկել մի հատ X ազնվորությունը ընդդիմություն է ձևացնում, բայց դուք գիտեք, որ ինքը ընդդիմություն չի, ինքը այսօր օրակարգ է պահում։ Այսինքն ինչ որ ձևաչափ չեք կարող գտնեք, որ ասեք, այ այս չափանիշներով եթե մարդը չի համապատասխանում, դրան չընտրեք։ Նախագահը մի քիչ հստակեցում տվեց, ասաց, որ խոսքը ազգային ուժերի մասին է, եւ ասաց ավելին, որ դեռ ժամանակ կա ու հնարավոր է նաեւ լինի հայտարարություն աջակցության մասով, բայց եթե չլինի այդ հայտարարությունը, Արսեն ջան, այս 8 տարին արդյոք մեր քաղաքացին իմունիտետ չի ձևավորել է։ Այո, եթե դուք հարցումները տեսնեք, մեր պետությունում ամեն 4-րդ ասում է, որ Նիկոլը դավաճան է։ Հետևաբար ես հիմա կտամ, եթե դուք մտածում եք, որ դրանք չեն եղել, ապա ես այդ պայմանները կթվեմ մեր քաղաքացիների համար։ Ով որ դավաճան Նիկոլի մոտ աշխատել է, իրան պետք չի ընտրել։ Ով որ դավաճան Նիկոլին որոշել է ներկայացնի որպես ոչ ինչ որտեղ սխալված, ոչ ճիշտ կառավարիչ, 2018-ին ինչ որ process-ների քաղաքացիական կամ քաղաքական process-ների արդյունքում իշխանության եկած մարդ, ով sense տեքստեր ասում է, դուք իմացեք, որ ինքը այս երկրի լավը չի կարող ուզել, չի կարող մեր պետության համար լավը ցանկացող մարդ արդարացնել այն ինչ տեղի ունեցել 2018-ին, արդարացնել այն ինչ տեղի ունեցել 20-ին, արդարացնել իր աշխատանքը որևէ ժամանակամիջոցում Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմից հետո, չի կարող, հասկանում եք։ Եթե այս մարդիկ մարդիկ խոշոր ընդդիմության մեջ։ Ես կարծում այո կան եւ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն։ Մեր քաղաքացիները էմոցիոնալ են շարժվում։ Իրանք տեսեք, իրանք ասում են ով ուզում է լինի, Նիկոլը հետա։ Նույն տեսեք։ Մի ժամանակ էլ, բայց նայեք, չէ, դուք օրինակ մեր նախորդ կներեք, որ ընդհատում նախորդ հանդիպման ժամանակ էլ ասում եք քաղաքացիները չեն ուզում որ լինի ով ուզում է, որովհետեւ նախորդ անգամ այդպես արեցին ու լավ չստացվեց։ Հիմա արդեն մտածում են։ Ես պահով եմ ասել դա։ Իմ ընկերների պահով նույն, տեսեք, նույն սխալը բան չանենք, էլի մարդկանց էմոցիոնալ դաշտի մեջ թողնանք։ Բոլորին հրճագենք ընդդիմադիրներ։ Բոլորին հրճագենք, որ իրանք գալիս են մեր հայրենիքը փրկելու։ Ոչ, իմ համար այդենք չի։ Ես հարցեր եմ բարձրաձայնում եւ հիմա ձեզ էլ եմ այդ հարցը տալու։ Դուք պատասխանում եք այն հարցին, Աննա ջան, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ազգային ժողովի падգամավոր։ Հիմա հարց եմ տալիս դուք։ Դուք համարում եք Արցախ Ադրբեջանի կազմում։ Կներեք հարցից համար, բայց պիտան։ Ես այդ հարցը բոլորին եմ տալիս, դրա համար ձեզ եմ տալիս։ Չեմ պատասխանել նախորդ անգամները։ Պատասխանել եք, բայց ինչու եք դուք պատասխանում, ես դες համարում եմ ընդդիմադիր, իսկ այն ընդդիմադիրները, որ այսօր գալիս են իմ կյանքս լավացնելու Նիկոլից ազատելու, իրանք այդ հարցից փախնում են։ Ինչ եք փախնում։ Ես ձեզ մի քանի պայման էի նոր թվարկում, դուք պայմաններից մեկը ավելացրեցիք, ով որ այդ հարցից փախնում է, այդ հարցին չի պատասխանում, որ ինքն ինչ կապ ունի ընդդիմությանը։ Բայց որը չի փախնում։ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ համագումարի ժամանակ մեր ասեց, որ
Արցախի էջը սրանք չեն կարողանալու փակել ու մեզ համար էլ փակ չի կարող լինել այդ էջը, ինչքան ռեպրեսիա ուզում լինի, անունը ինչ ուզում են դնեն, խոսքը նաև մեր սահմանադրության մասին է, նաև անբաժան մասը կազմող անկախության հռչակագրի մասին է, հղումների, մեր իրավաքաղաքական պայմանները պետության փոփոխության ենթակա չեն, որտեղ եթե մեր պետության իրավաքաղաքական պայմաններից որևէ մեկը փոխում եւ տեղափոխում ես, նշանակում է, որ կամ հանում ես, ինչպես իրենք են ուզում, նշանակում է, որ երրորդ հանրապետությունը այլևս գոյություն չունի։ Ու Արցախը մեր հայրենիքի սրբազան հատվածն է եղել եւ կա, որը այս դավաճանները ոչ թե թյուր իմացաբար ու անզգուշությամբ, այլ դիտավորությամբ հանձնել ու ծախել են։ Այս մասով բավարարեցի կարծում։ Հարգելի ընդդիմադիրներ, ովքեր այսօր մասնակցելու են, պատասխանը լսեցիք։ Հստակ պատասխան իմ հարցից, խնդրում եմ դուք էլ հստակ պատասխան տվեք այն հարցին։ Ճանաչում եք արդյոք դուք Նիկոլ Փաշինյանի պես 86 ու քանի 100 քառակուսի կիլոմետր Արցախը ներառյալ Ադրբեջանի կազմում։ Այո կամ ոչ, դրանից լավ ճիշտ պատասխան գոյություն չունի։ Շնորհակալություն կներեք, Անա ջան։ Դա շատ, ես նույնիսկ չգիտեմ, դուք հասկանում եք որտեղ ենք մենք իջել։ Բա հասկանում եմ։ Ուր ենք մենք իջել, եթե մենք դրա մասին ենք Այդ դրա համար եմ ասում, դուք որ ուղղորդելու եք, դուք հաշվի առնելու եք այդ ամեն ինչը։ Ես արդեն պատասխանեցի, որ կամ կլինի այդ հայտարարությունը, կամ նույնիսկ եթե այդ հայտարարությունը չլինի, ես 3 պայման ասեցի, թե ում չընտրել, դուք 4-րդն էլ ավելի կարծում եմ ցցունը առաջ բերեցիք։ Այն մարդը, որ չգիտի Արցախ ինչ կարգավիճակ ունի, այն մարդը, որ չգիտի թե ինչի մասին ա եղել նախորդ 30 տարին, քաղաքական գործիչների մասին ա խոսքը կամ քաղաքական կուսակցությունների դիրքորոշման, այրան հաստատ պետք չի ընտրել, որովհետև կամ ինքը Նիկոլի հետ է, կամ Նիկոլա լինելու։ Մեզ այդ տրամաբանությունը իհարկե անհրաժեշտ չի։ Գիտեք, դուք ասացիք, որ 2018 թվականին Նիկոլ բերողների մասով էմոցիան, այո, էմոցիան եղել է իհարկե, այդ սուտը գեներացրել են, մանիպուլյացիան գեներացրել են, բայց այդ մարդկանց մեջ եղել է միստվար զանգված, ովքեր եղել են արտաքին ազդեցության գործակալներ, իրենք եղել են Եվ այդ մարդիկ ուղակի այնքան են ներթափանցած եղել մեր հասարակական կյանք, հասարակական գիտակցություն, որ անգամ իշխանության պայքարը իրենց նկատմամբ բերում էր հասարակության բևեռացմանը։ Ասեմ ինչ նկատի ունեմ։ Տարբեր հասարակական կազմակերպություններ եւ իրենց քաղաքացիական ակտիվիստներ, ձևացնողներ կամ քաղաքական գործիչներ խոսում էին X թեմայից, X թեման տպավորություն էր ստեղծում, թե կա հասարակական ներգրավվածություն, բայց այդ թեմայի ներսում միևնույն է Հայաստանի Հանրապետության կործանումն է թաքնված եղել իրենց համար։ Իրենք որևէ Արցախը հանձնեցին։ Այո, Աղդամը իրենց հայրենիքն էր, հիմա այլևս Աղդամը իրենք Մենակ Աղդամի, մենակ Ալենը չի։ Ես արդեն դրել եմ սեն շարը, շուտով ռոլիկը թողնելու եմ։ Բոլորը երթվում էին։ Իսկ հիշում եք 2018-ին մեզ էին ծաղրում, ասում էին գնացել ենք նկարվենք, որ Արցախը հանձնենք, խնդրեմ։ Այո, գնացել խոսքերը չեն, էլի գործողություններն են վերլուծության, այո, հիմքում դա էլ ուզում էի ասել, ձեր վերլուծության հիմքում դրեք քաղաքական գործիչների խոսքերը եւ իրենց վարքագիծը։ Դրա տակ կդնեն քաղաքական փոփոխություն անունը կդնեն, կասեն իրավիճակից ելնելով քայլեր, դուք այդ ամեն ինչին ուղղակի ուշադրություն չդարձնեք, որովհետև կա քաղաքականության մեջ գոնե թե քաղաքական գործչի համար մի հնարավոր գործիքակազմ, դա իր խոսքի եւ իր վարքագծի համապատասխանությունն է։ Եթե ես ձեզ պետք է ներողություն եմ խնդրում 3-4 ամիս առաջ համուզեի, որ գիտեք ինչ, այս ազգային ժողովը այնքան լավ է աշխատել, ես մի հատ պետք է գնամ այնտեղ նույն կարգավիճակով։ Ես կարծում դուք արդեն իմ մասին պիտի այլ կարծիք ունենայիք եւ հանրապետականի վերաբերյալ ձեր վերլուծություններում էլ խնդրում եմ հիմնվեք մեր ասած խոսքի անկեղծության վրա, որովհետեւ մենք դա գոնե վերջի 8 տարին միգուցե իշխանություն լինելով ձեզ համար այդ խոսքը այդքան տեսանելի չի եղել, վարքագիծը ինչ որտեղ տեսանելի չի եղել այդ մեծ սփռման արդյունքում, բայց գոնե այս 2018 թվականից այս կողմ հանրապետականը չի ասել գեթ մեկ խոսք եւ չի վարվել որևէ այլ կերպ կամ չի ասում ինչ որ խոսք մի հասարակական շերտի ներկայացուցիչների համար եւ չի ասում մեկ այլ բան մեկ այլ շերտի մոտ։ Տեսեք Աննա ջան, դուք ունեք մեծ կառույցներ հանրապետության երևի թե ամենակայացված կուսակցություններից մեկը դուք եք։ Ինչպես եք դուք պատրաստվում աջակցել, ասենք օրինակ X ընդդիմությանը պետք է լինելու ինչ որ ձեր կառույցից ինչ որ մի հատ օֆիս, որովհետեւ իրանք շտաբ սարքեն, օրինակ դուք համաձայնվելու եք։ Մենք հիմա նման բան որևէ բան չենք արել, հանրապետական կուսակցությունը իր կառուցվածքային միավորներով, շրջանային խորհուրդներով շարունակում է աշխատել, այնպես այն ուղղությամբ, ինչ որ տրված է եղել կուսակցության 35-րդ Հոբելյանին նվիրված մեր խորհրդի նիստի ժամանակ ու մեր համագումարում ընդունված բանաձևի տրամաբանության մեջ մենք որևէ մեկի համար հիմա ընտրական process չենք ձևացնում եւ չենք էլ պատրաստվում ձևացնել Արսեն ջան։ Հայաստանում ընտրական գործընթացը կեղծվում է հենց այսօր։
որովհետև բոլորի համար գրած է, որ որևէ մեկին որևէ բան խոստանալ չի կարելի։ Նիկոլը այսօր գնում է, 3 գնացել է, 3 չի առաջ օրը գնացել է ու վաղը գնալու է, ինչ որ մարդկանց ինչ որ բան խոստանալու։ Ուղիղ եթերով ընդ որում։ Գրված է, որ բռնաճնշումներ չի կարելի։ Բռնաճնշումները քրեորեն պատժելի են։ Մնացած բոլորի համար քարոզչությունը դառնում է բռնաճնշում, չոր կեղծ ձայնագրություններ են հրապարակվում, չգիտես ինչեր են արվում։ Մենակ այդ ամեն ինչը կարելի է Նիկոլին։ Իմ համար օրինակ ամենամեծ բացթողումներից մեկը անցած չեմ ասում հենց Սերժ Սարգսյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ամենամեծ բացթողումը նա եղել, որ բերեց այսօր գեներացրեց այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանները առաջացան, դա ինագենտների օրենքն է։ Երևի դե տեղյակ եք, որ Վրաստանը ընդունեց ու շատ մեծ աղմուկ բարձրացավ հենց արևմուտքի կողմից, ով որ այսօր փորձում է ու հենց այդ նույն արևմուտքը փողոցով էլ փորձում էր Վրաստանում էլ իշխանապողություն անել, այսինքն իրենց մեթոդաբանությունը շատ նույնն է։ Ինագենտների այդ օրենքին։ Նայեք, նախ Հայաստանի Հանրապետությունում բավական է եւ բավականաչափ կա օրենսդրություն, որը պիտի վերահսկողություն իրականացնի հասարակական կազմակերպությունների, իրենց ֆինանսավորումների եւ իհարկե այդ ֆինանսավորումների աղբյուրները բացահայտելու ուղղությամբ։ Մենք ես վստահեցնում եմ, որ ունենք բավարար օրենսդրական բազա, բայց այդ օրենսդրական բազան մի դեպքում գործում է, մի դեպքում ընդհանրապես չի գործում։ Հիմա Նիկոլին գովացող ՀԿ-ների նկատմամբ իրանց հաշվետվողականության, այդ հաշվետվողականության թափանցիկության վերաբերյալ ինչ որ բան գիտեք, չէ, մենք ուղղակի իրանց ճանաչում ենք, մենք գիտենք, որ իրանք Նիկոլին աջակցում են մի բանի համար, որտեվ այն տերերը, որ դից գրանտերը գալիս է, տենց է հրամայականը իջել։ Միտադիչկանը տենց է իրանց մոտ գնացել։ Ես օրենքին վերաբերվում եմ շատ նորմալ են տրամաբանության մեջ, եթե ինքը գործում է որպես սուվերեն պետության կողմից ընդունված օրենսդրական ակտի, եւ այդ օրենսդրական ակտը գործում է իրավական օրենքների տրամաբանության մեջ, ոչ թե գործիք իմ կողմից ձեր նկատմամբ կամ հակառակը, այլ իրավական օրենք, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին իմանալ, որ կան մարդիկ, ովքեր խոսում են ոչ թե քաղաքացիական հասարակության անունից կամ իրենց անձնական տեսակետը հանրայնացնելու որոշում են կայացրել, այլ որ այդպիսի գրանտ է եկել դրսից։ Ու այդ գրանտը աշխատում է ոչ թե կոնկրետ այդ թեմայի վերաբերյալ, այլ պետությունը քայքայելու եւ պետությունը խարխլելու համար։ Դուք շատ լավ օրինակ բերեցիք Վրաստանը։ Ես առիթից օգտվելով ուզում եմ նաև մեկ այլ համեմատություն անել։ Մեզ մոտ թող տպավորություն չստեղծվի, հա, որ այն ինչ որ արել են մեզ հետ, դա բացառիկ ինչ որ մի բան է։ Եկել են պետությունը ներսից այդ իրանց գրանտերով զավթել են, հնարավորություններ են ստեղծել իրանց համար, որովհետև իշխանություններն ինչ ամնում, ուժ կիրառել, են էլ սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող իշխանություն չեն տեսնում, որովհետև ոնց կարող է սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառել մարդկանց, ովքեր ձեր ասածին ստի կամ մանիպուլյացիայի արդյունքում են հայտնվել հրապարակում։ Բնականաբար կարողանում են զավթել պետությունը։ Դա մենակ Հայաստանի նկատմամբ չէ կիրառվել։ Դրանք այդ գունավոր հեղափոխությունները ասածը բազմաթիվ պետությունների զոհ են դարձրել։ Բազմաթիվ պետությունների ու մեր ունիկալությունն էլ ցավոք սրտի այստեղ չկար, մեր հարևան պետություն Վրաստանը մի քանի տասնյակ տարի առաջ դրան բախվել է, հետսովետական տարածքի շատ պետություններ են դրան բախվել, որոշ պետություններ այդ փորձը կարողացել են տարբեր գնով կանխել, որոշները չեն կարողացել կանխել, բայց մեր ասած ինչ էր, մեր հասարակական իմունիտետը բարձրացնելու հնարավորությունը։ Եթե այդ օրենքը բերելու է հասարակական իմունիտետը բարձրացնելուն, իսկ դրա համար գիտեք ինչա պետք պետության վերականգնում։ Նիկոլի ձեռքը ձեր ասած օրենքը դառնալու է իմ եւ ձեր դեմ գործող պատժիչ գործիք, ապօրինի քրեական գործերի գործիք։ Ես այդպիսի գործիքների ավելացում չեմ ցանկանում, բայց պետությունը վերականգնելուց հետո ես վստահեցնում եմ, որ բավարար է օրենսդրությունը, ասելու ով որտեղից է ֆինանսավորում եւ ով որ դեսպանատնից դուրս եկավ այս նախադասությունն ասելուց առաջ։ Մենք ներողություն քաղաքական գործիչներ եւ հասարակական գործիչներ ունենք։ Հիմա դեսպանների հետ ավելի շատ են շփվում, քան սեփական քաղաքացիների հետ։ Իրանք դեսպանատների, որ տեսնեք իրանց հրավերները, մի օր միտեղ են, մյուս օրը այնպես դեսպանատուն են, այն երրորդ դեսպանատունն են երրորդ օրը։ Այդ ամեն ինչը իհարկե իրանց քաղաքականության թելադրողներն են։ Այն որ դուք ասացիք, գրեթե համաձայն եմ բացի մեկ բանից, որ դուք ասացիք, մենք ոնց կարա ժողովրդի վրա ուժ կիրառի իշխանությունը։ Կիրառվել է, կիրառվել է ոչ մենակ ձեր օրով։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ Էլեկտրիկ Երևանը ես հիշում եմ ցանների կիրառման ժամանակ։ Դուք հիմա տեսնում եք։ Չէ, մի րոպե, ես հիմա հետ էլի չեմ ուզում համարել։ Չէ, դուք եթե հետ գնացել եք, ուրեմն պիտի խոսենք դրա մասին։ Չէ, կամ եթե գնացել եք, պիտի խոսենք։ Ես կհամեմատեմ։
կհամեմատեմ, բայց նորից եմ ասում, անհամեմատելի է, բայց այնեն չի որ ձեր օրով ամեն ինչ շոկոլադ է եղել։ Ես ինչ որ շոկոլադի մասին էի խոսում, ես ընդհանրապես շոկոլադի հանդեպ սեր չունեմ։ Շատ բիր ծեծել էլ է եղել, քաշտալ էլ է եղել, կանանց անհարգել էլ է եղել։ Կանանց անհարգելու մեկ դեպք ասեք քաղաքական կանանց որևէ մեկի նկատմամբ։ Քաղաքականի մասին չի Ուրեմն խոսքը։ Փողոցով պայքարող ասեք մի կնոջ, ում նկատմամբ խոշտանգում է կիրառվել կամ օրինակ ազգային ժողովում ծեծի է ենթարկվել այդ կինը։ Չէ, տեսեք, ազգային ժողովի մասին։ Չէ, ուրեմն եկեք հստակեցնենք, Ես ինչ վերաբերվում է այդ էլեկտրիկ Երևանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ դուրս արեցին, բանի մոտ, ցիրկի մոտ, մի հատ կիներ նստած աստանավքեն, լրագրողներն եկան, ես էլ այնտեղ։ Ես տեսա այդ աղջկան ոնց էին ոստիկանները քաշքշում։ Ես որևէ կերպ ասեցի, որ հնարավոր է նման բան ընդհանրապես չի եղել, դուք ասում եք, մի րոպե, դուք ասում եք համեմատություն, հիմա գիտեք ինչ են անում։ Հիմա այդ կնոջ ոչ միայն քաշում են, այլ նաև սարքում են քաղբանտարկյալ։ Մի րոպե, չէ, ողջունելու մասին չի խոսքը մանիպուլյացիայի մասին է, որովհետև եթե այդ ոստիկանը աշխատանքից ազատվում էր ու այլևս չէր վերադառնում, որովհետև այո, հնարավոր է բոլոր ժամանակներում էլ լինեն ինչ որ դեպքեր, խոշտանգման դեպքեր, լինեն բռնության դեպքեր, հնարավորությունը այստեղ տարբերությունները կանում է նրանում, որ թե ով ինչպես է արձագանքում։ Սերժ Սարգսյանի ժամանակ դուք կին քաղաքական բանտարկյալ եք ունեցել։ Սերժ Սարգսյանի ժամանակ որևէ մեկը Facebook-ում ստատուս գրելու համար կալանավայրում է հայտնվել։ Էլեկտրիկ Երևանի արդյունքում որևէ մեկը դատապարտվել է։ Ես ակցիաներին մասնակցած մարդկանց երիտասարդների, աղջիկների, կանանց գիտեմ, ովքեր դատապարտվել են Նիկոլի ժամանակ։ Դուք այդ ձեր համեմատությունը այնքան անտեղին է։ Կամ ավելին ասեմ, էլեկտրիկ Երևանն է, էլեկտրիկ Երևանի, չէ, Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ համեմատում։ Էլեկտրիկ Երևանի արդյունքում էլ Հայաստանի քաղաքացիները ներողություն։ Մարտի 1-ը ով է կազմակերպել մարտի 1-ի ժամանակ իշխանությունները կրակել են ժողովրդի վրա իշխանությունները կրակել են ժողովրդի դուք պնդում եք ես ասում եմ որ ոչ ես ասում եմ որ մարտի 1-ի սպանությունները մինչև այս պահ չբացահայտված են ընդ որում երկու կողմից է եւ քաղաքացիներ կրակել են հարց եմ տալիս ձեզ ես չգիտեմ ես ասում եմ որ չեն կիրառել այդ հրազենը դուք ունեք այդ քրեական գործում ինչ որ փաստեր որ ոստիկանները կրակել մարդ են սպանել Դե դուրում ձեր կարծիքն է։ Ես էլ լսել եմ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը առայն, որ ասում էր քարեր ու փայտեր վերցրեք եւ ջարդեք ոստիկանների գլուխները։ Ես օրինակ այդ եմ լսել։ Ես կարծում եմ, որ ինքը կազմակերպել է ոչ միայն զանգվածային անկարգություն, այլ նաեւ հրահրել է շատ այլ գործողություններ։ Չփաթեթավորենք։ Նիկոլ Փաշինյանը իմ համար նոր է սկզբից ասեցի։ Եթե ձեր խնդիրը փաթեթավորումն է, Արսեն ջան, ես խնդիր չունեմ փաթեթավորելու, ես հայտնում եմ կարծիքներ, ընդ որում այնքան անկաշկանդ կարծիքներ, ես վաղը մանդատ Ես վաղը մանդատ խնդրողել չեմ, որ իմ կարծիքը փաթեթավորեմ։ Մարտի 1-ին մինչև այս պահը ներողություն։ Դուք թեմաների մեջ եք մտնում, հետո ասում եք հարցի, ես չեմ շտապում։ Եթե դուք շտապում եք, դուք թեմաներ եք բացում, որոնց կիսատ մնալու արդյունքում նաև այսօր Նիկոլը կարողանում է ինչ-որ բաներ պահել, ինչ-որ բաներ մարդկանցից թաքցնել։ Դուք ասում եք մարտի 1-ը, մարտի 1-ի զոհերը որևէ մեկը դեռևս բացահայտված չի։ Ընդ որում ոչ մեկ ոչ մարդու իրավունքներին եվրոպական դատարանի որոշումները, որ անդադար բերում են, այդ իրանից կհարցնեք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ որոշումը, որ տես թափահարում են, որ բերել են։ Այնտեղ ուղիղ գրած է, որ սպանությունները բացահայտված չեն, ուղիղ գրած է, ու ոչ թե գրած է, որ պետությունն է մարդկանց սպանել, տենց բան այնտեղ գրած չի։ Ու այդ մանիպուլյացիաներն էլ եկեք վերջ տանք, լավ։ Ու հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանը, այ ինձ կարող եք հարց տալ, թե ինչի օրինակ այդ դհոլչի դատախազը ինձ թվում է այդ հարցի համար ավելի անհարմար կլինի։ Հա, ոնց մարտի 1-ին տարավ մինչև վերջ Նիկոլ Փաշինյանին վճռաբեկով արդարացրեց։ Վճռաբեկով արդարացնելու մասին խոսացել ենք։ Մենք խոսացել ենք, այո, որ իրան արդարացնում։ Հա, առավել եւս մոռացել էի։ Աննա ջան, մի վստահ ես չէ, ես կարողացա քեզ ջղայնացնեմ։ Հիմա ոչ թե ջղայնացնել, այլ հարցը կիսատ պետք չի թողնել։ Կիսատ չէ, լավ, նայեք։ Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանեք, ժամանակը շատ կարճ է։ Խնդրում եմ պատասխանեք Նիկոլ Փաշինյանը քաղաքական գնահատականով դավաճան է գոնե Արցախյան հարցում թե ոչ։ Ազգային ժողովում իրան դա իր դեմքին եմ ասել Արսեն ջան։ Ես մի հատ որովհետև դա հարցնում եմ նույնպես բոլոր քաղաքական գործիչներին։ Դուք չեք լսել, կկտրեք իմ վիդեոները կդնեք, էլի, եթե ձեր համար դժվար չի։ Հիմա կարելի ասել։ Ոչ միայն քաղաքական գնահատական, ես չգիտեմ ձեր դուք ինչ եք մնացած բարոյական իմաստով։ Դա ոչ չեմ, ես այդպես վճիռտամ։ Ես իրավական չասի, ասում նաև բարոյական իմաստով մեր հասարակական ընկալման տեսանկյունից, այո, ինքը դավաճան է։ Ես այդ քաղաքական բառը չեմ կպցնելու, որ հետո ասեմ, ես իրան ասել եմ քաղաքական դավաճան։ Ես ինձ դա այդ արդարացումը պետք
պետք չի։ Նիկոլ Փաշինյանը դավաճանավ եւ վերջակետ։ Դավաճանից առաջ էլ բառ չկա, դավաճանից հետո էլ բառ չկա։ Աննա ջան, ըստ ձեր ունեցած վերլուծության, ձեր նկատառումները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը շուտվանից էր համագործակցում ինչ որ ուժերի, որ դուք ասեցիք, որ իրանց ուժերի աջակցությամբ, ինքը շատ շուտվանից էր դա անում, թե այս վերջերս է սկսել արել։ Տեղեկատվությունը ես չունեմ, բայց ես վստահ եմ, որ 2018 թվականին իրեն իշխանության են բերել մեր պետության թշնամիները։ Ընդ որում դրա մասին շատ պարզ ասել է Ալիևը, ասել է, որ իրենք արել են Հայաստանի թշնամիները միշտ աշխատել են Հայաստանի դեմ։ Նիկոլին որ պահին են հավաքագրել, թե ինչով են հավաքագրել, թե հավաքագրել են, թե չեն հավաքագրել։ Արսեն ջան, դուք ասիկ չեք ուզում հետ գնալ, բայց դուք ինձ տանում եք այնտեղ, հետո պատասխանը չեք լսում։ Նախ մեր ամբողջ նախորդ ոչ թե ոդկասթի, այլ ուղիղ եթերի ընթացքում մենք դրա մասին խոսել ենք եւ ձեզ շատ པարզ ասեցին, որում հիմա էլ ասեցի ՀԿ-ների օրինակով ոչ Նիկոլի։ Այն ժամանակ, երբ որ քո պետության թշնամիները սկսում են աշխատել, դու ունես երկու ճանապարհ։ Պահում ես քո պետությունը, քո պետականությունը, սահմանները, մենք գնացել ենք այդ ճանապարհով։ Եվ երկրորդը, հասկանալով, որ քո հասարակությունում կան իրավունքներ, ազատություններ, ինչը պահպանվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, սոցիալական կայքերից, համացանցից մինչև քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն։ Եվ այդ ճանաչես գնում դու դրանք սահմանափակելու ուղղությամբ, որովհետեւ շատ լավ հասկանում ես, որ երբ որ դու Արսենին կանգնես, ասես, որ գիտես, ասում, երբ որ ես Արսենին կանգնում ասում եմ, որ այս քաղաքական գործիչը ազդեցության գործակալը, շատ հնարավոր է, որ Արսենը մտածի, որ դա իմ քաղաքական նպատակահարմարության հարցն է։ Հասկանում եք, շատ մարդիկ օրինակ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ ես հիշում եմ падգամավորների իշխանական, ովքեր բացահայտում էին այս կամ այն հասարակական կազմակերպության ֆինանսավորումը։ Այդ նույն էսենց ասած Սորոսի հիմնադրամներից, չէ՞։ Այն ժամանակ ոչ ես, ոչ էլ դուք, որպես Հայաստանի քաղաքացիներ, ովքեր հանրապետական կուսակցության հետ կապ չունեին, չէինք մտածում, որ լսի սրատակ ինչ որ մի բան կա, այս Սորոսը այսքան փող այս մարդկանց մի քանի տասնյակ կամ 100 մարդուն, ինչ է մի քանի $10,000 ամեն ամիս փող ուղարկում։ Ինչ որ մի բան կա, չէ՞, չենք մտածել։ Սորոսի հիմնադրամը իմ եւ ձեր եւ շատ քաղաքացիների համար պրոբլեմատիկ կառույց է դարձել 2020-ից հետո, 2018-ից հետո, որտեղ մենք սկսել ենք ուրիշ ձև նայել իրանց ծախսած փողին ստեղ։ Սա օրինակներից ընդհանրապես մեկն է։ Հետևաբար, երբ որ դուք ասում եք, երբ որ դուք մեր մտածելու մասին չի Արսեն ջան, ասում երբ որ դու հասարակությունում ունես քաղաքացիական հասարակություն, որը խաղում է այդ քաղաքացիական հասարակության դերը, պետության ղեկավարը, այն էլ Հայաստանի Հանրապետության նման պրոբլեմներ ունեցող, անհրաժեշտ պաշտպանության անհրաժեշտություն ունեցող պետության ղեկավարը երկու տարբերակ ունի, կամ դնում է ամբողջ օր այդ ՀԿ-ների հետևից անգնում, դուք էլ որպես հասարակության ներկայացուցիչ, ես որպես հասարակության ներկայացուցիչ մտածում եմ, որ դրանք ընդհանրապես բռնաճնշումներ են, որտեղ իրանց հարմար չեն, եւ երկրորդ ճանապարհը, որով գնացել է Սերժ Սարգսյանը եւ հանրապետական կուսակցությունը, անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը ամրապնդելու ուղղությամբ։ Մենք այդ ուղղությամբ ենք գնացել։ Մնացել ենք միայնակ մեր այդ պայքարում։ Դրա համար է եղել 18 թվականը։ Հասկանում եք։ Շնորհակալություն։ Վերջին հարցնել եմ տալիս, եթե կարելի է 1-2 րոպեվա ընթացքում պատասխանեք։ Ուրեմն 1-2 րոպեանոց նորից հետ եմ գալիս, չէ, նորից հետ եմ գալիս ձեր իմպիչմենտի այդ կազմակերպված իմպիչմենտի հարցին։ Դուք հայտարարություն, եթե ես սխալ եմ հասկացել, ինձ ասեք, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քաղաքական գործիչի կամ ներառել այդ որպես տեխնացու։ Այո։ Դուք դա եղել է պարոն Համբարձումյանի, Դավիթ Համբարձումյանի հայտարարությունից հետո, որովհետև ինքն էլ նույնիսկ իր քաղաքական ամբիցիան մի կողմ ա դրել, ցուցադրել, որ վարչապետի տեխնացու լինելը դուք կվերցնեք որպես տեխնացու։ Բայց մենք դրա մասին հայտարարել ենք, որ այո։ Ես ուզում եմ իմ ոդկասթում դուք դրա մասին ասեք։ Ազգային ժողովում ենք մենք դրա մասին ասել, Արսեն ջան, եթե ազգային ժողովում այո, բայց ես ուզում եմ եթե ասել ենք ազգային ժողովում։ Ամեն մարդ չի նայում ազգային ժողով, կներեք։ Դրա մասին եթե որևէ մեկ այդ թեմայով հետաքրքրված է ու չի նայում ազգային ժողով, ուրեմն թեմայի նկատմամբ հետաքրքրություն չունի։ Եթե իմպիչմենտով որևէ մեկը հետաքրքրված է, ուրեմն այդ իմպիչմենտի տեղը ազգային ժողովն անդեղ է պետք լսել ու նայել, ու մենք դրա մասին հայտարարել ենք այո։ Այո, եթե վաղը այն ինչ որ ես սկզբից ասեցի տեղի ունենա եւ լինի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը, դուք պաշտպանելու եք։ Արսեն ջան, մենք դրա մասին 3-4 ամիս առաջ, երբ որ իմպիչմենտի մասին խոսակցությունները, տեխնացուի մասին խոսակցությունները ակտիվացել էր, ասել ենք ցանկացածը կարող է գալ եւ մենք ցանկացածի մասով այդ որոշումը կարող ենք կայացնել։ Գիտեք ինչ, ես դրա հաջորդ հարցին եմ պատասխանել։ Գիտեք ինչի Ռոբերտ Քոչարյանը դեմ է իմպիչմենտին, որովհետեւ շատ լավ գիտի, որ ինքը ընտրվելու հնարավորություն չունի։ Հետեւաբար ասում եմ, եթե ես չեմ, թող Նիկոլը մնա։ Ես այդ հարցին եմ պատասխանել։ Էքսկլյուզիվ չի ստացվի իմ
տարբեր հարցազրույցներում դրա մասին խոսել եմ։ Ես իմ կողմից ուզում եմ այս բլոկնոտը ձեզ նվեր տամ, Շնորհակալ որ եմ։ անընդհատ հիշեք, որ Շնորհակալ։ Արմենիա էջը կա ու գաք մեր մոտ յուր։ Շնորհակալ։ Եվ մեկ նվեր նույնպես ձեզ տամ իմ հետևորդի կողմից, շատ լավ հայուհի է, եւ իմանալով որ դուք եք ելնելու մեր մոտ, ասեց շատ եմ խնդրում այս Վայ, շատ շնորհակալ։ փոքրիկ տիկնիկը Անունը նվիրեք։ ձեր հետևորդու։ Շատ։ Վարդուի է անունը, չեմ բայ կասեմ Վարդու։ Վարդուի շատ շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, մենք վերջացնում ենք այսօրվա մեր ոդկասթը։ Շատ հարցեր կան, որ մնում են դեռ օդում կախված։ Աննան բաց անձնավորությունը, ինձ թվում է ազգային ժողովի падգամավորից հետո ես կուզենայի որ նորից լիներ падգամավոր, չեմ թաքցնում, բայց Ես Նիկոլի Հայաստանում չեմ ուզենա Արսեն ջան։ Ամեն դեպքում ինքը միշտ պատրաստ է։ Ամեն մի զանգիցս միանգամից Արսեն ջան, ինչ ա եղել, ինչով կարամ օգտակար լինեմ։ Նենց որ մենք նորից կհյուրընկալենք Աննային ու շատ հարցեր մենք կտանք։ Հաջորդ մեր հյուրընկալվելու ժամանակ ես կուզենամ որ վիդեո ուղերձներով լինի, վիդեո հարցեր լինեն, որոնց դուք պատասխանեք։ Մենակ իմ հարցերին չլինի։ Մարդիկ on-line հարցերը կտան։ Մենք միասին ուղիղ եթերի փորձ ունենք անգամ։ Ահա, հաջողված մարդկանց։ Լավ մնացեք, Ժողովուրդ ջան, լայքը դնում ենք, նորմալ կոմենտարիաները գնում ենք, ով որ աննորմալ է գրում, ով որ նորմալ է գրում։ Լավ մնացեք։